եթե իհարկե սրանց նաև մեր այլ քաղաքականությունները եւ այլ այդ ամեն ինչը միավորենք, այդ ամեն ինչը բավականին լավ պատկեր է մեզ տալիս եւ դուք նաև էլեկտրաէներգիայի հետ կապված ընդհանրապես էներգետիկ անկախության հետ կապված շատ կարեւոր հարց բարձրացրեցիք։ Էլի մի հատ դրվագ, փոքր դրվագ ուզում եմ բացահայտել, որտեղ հսկայական աշխատանք այնուամենայնիվ արել ենք եւ մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին, որ 26-31 թվականի ընթացքում նվազագույնը 1 կանաչ ջրածնի կայան ենք Հայաստանում ունենալու։ Այսինքն մեր հետազոտությունները այսօր ցույց են տալիս, որ այո, դեռևս տեխնիկատնտեսական ուսումնասիրության մասով բացարձակ ֆինանսական հաշվարկները դեռ շատ գրավիչ չեն։ Տկենում է։ Մենք ենք հաշվարկը անում, բայց ոլորտը տկենում է։ Այո, եւ վերջ մենք ունենք վերլուծություն, այո, ունենք հաշվարկներ, ընդհանրապես հաշվարկները մեր ձեռքում կա, մնացել է նաեւ առաջարկներ էլ կան, այստեղ Ես կանաչ ջրածնի հետ կապված մի այսպիսի բան ասեմ, ինքը այս պահին բացարձակ, եթե ուղղակի մաթեմատիկա անենք, տնտեսապես նպատակահարմար չէ, այսինքն կարող է 1 դնես 0.8 ստանաս, բայց այստեղ հա, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, այո, մոտավորապես վերջի 20 տարիներին գները այս են, եթե որ նայում ենք նույնիսկ 100 անգամ եւ ավել գները այո Եթե չունենայի ատոմակայանի մասին չենք էլ մտածի երազի։ Այո, ես եթե որոշել եք հիմա ջրածնայինով սկսեք մասնագետներ լինեն ու մինչև անգամ բուհերին կարող եք պատրաստել, որ կամաց դա որպես ուղղություն զարգանալու։ Այո, եւ եթե ամենավատ բանը է դեպքում որ մեր հետ տեղի ունենա, ասենք չեմ ուզում հիմա դրա մասին ասեմ, էներգետիկ մի հատ մեծ ճգնաժամ, ինչպիսին օրինակ տեսել ենք 90-ականներին։ Այդ դեպքում ուղղակի մենք կարողանալու ենք արևային էներգիայով ցերեկը կամ արևային հատվածում ինչքան ուզենք արտադրենք կանաչ ջրածին, հետո ոչ արևային շրջաններում կամ գիշերային ժամերին այդ կանաչ ջրածինը հնարավորություն ունի վերածվելու եւ էլեկտրաէներգիայի եւ դրանից ամոնիակը հնարավոր ստանալ, որը սելիտրա տարբեր ոլորտներ այդ թվում հա եւ այլ, այսինքն ինքը հիմա ընդ որում մենք կարծում ենք, որ քանի որ ինքը շատ արագ, այսպես ասած, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով է այստեղ գները իջնում։ Եվ նույնիսկ հնարավոր է, որ մինչև մենք առաջի պրոյեկտը ավարտենք, արդեն ինքը տնտեսապես էլ նպատակահարմար լինի, որովհետև տրենդը դրա մասին է խոսում։ Պապան մի հատ էլ հարցում եմ, քանի որ շատ է դուք հասկանում եք, քանի միլիարդի նոր տեխնոլոգիաներ անել, հաստոցներ, մենք ունենք այդպիսի հաշվարկով պետություն